նիստին ներկայացել են Հատող Ֆորում Սերոբյանը, Աբասյանն, Աբանոսյանը, Պաշտպանյանը, Մատաշյանը, Էվերիկ Ալեքսանյանը։ Դատական նիստին չեն ներկայացել Դուժող Վարշան Ղարիբյանը, Դուժողը ներկայացուցիչ Չիչքան Կանոնյանը, Պաշտպաններ Ալի Խաչատրյանը, Երեմ Սարգսյանը, վերջինների պասեջ անցկացած են Վկաներ Վարդան Սարգսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Ամալյանը, վերջիններից անցարկել են վերադարձել տեղափոխված նշադրումով, Նարեկ Հովսեփյանը, վերջինից անցարկել է վերադարձել չպահանջված նշադրումով։ Պատվաժան դատարան դատարանը ստացվել Հանրապետության Կոնստիտուցիոն համայնքային ոստիկանության կառավարության Գարնի Բաժնիսկություն, որով հայտնվել է, որ Դոտակի Մարսի Ջրվեժ համայնքի ստացված 20 տեղեկանքի Գրիգոր Հակի Ամալյանը նշված է հաշվառման հասցին, սակայն գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Պատվաժան դատարան անդրադառնալով Արտուր Բաղդասարյանի հարձակումությանը վերջին հաստատանը դատարանի աշխատակազմիքներ ասածային միջոցով տեղեկացրել է, որ հնարավոր չի եղել սույն դատական նիստին կազմակերպել վկայել հարձակումությունը, քանի որ հիվանդության պատճառով համապատասխան բուժումներ ստանալու հանգամանքով պայմանավորված չի կարող իրականացվել տեսազանվող հարձակումություն։ Դատարանը նաև ցանկանում է դատարանության մասնակիցներին տեղեկացնել, որ վկա Վարդան Սարգսյանը հեռարձազանգի միջոցով 3 ցանցվել է դատական նիստի օրվերժամի մասին, տեղեկացրել է, որ կներկայանա դատական նիստին, չի ներկայացել, իսկ այսօրվա հեռարձազանգի պատասխան նշել է, որ գտնվում է Կապան քաղաքում և նոր պատրաստվում էր մեկնել Երևան քաղաք։ Այսինքն, ըստ էության հեռարձազանգի միջոցով ծանոթացված եղել է։ Դիրքորոշումներ կան։ Այն մասում ես կարծում եմ, որ դատարան հարկադրական ներկայացնելու որոշում կայացնելու հանրություն կա, ամեն դեպքում տեղեկացնել դատարան տեղեկանքն և կարծում եմ, որ վկայի համար կանխապես է դեր, որ Կապան քաղաքից նոր չկրկատուսանի քիչ ժամանակային որ նեխազում կգտնի։ Ինչ վերաբերում է Բաղդասարյանի հարձակումության մասով, քանի որ պատրաստում ենք հեռակա հարձակումներ, առաջարկում եմ հաջորդ դատական նիստին այս հանգամանքը կազմակերպել, բայց և միաժամանակ նաև նախկինում այսպիսի առաջարկով ևս հանդես եկել են, առաջարկում եմ ապացույցների հետազոտման հերթականությունը նաև փոխել և հաջորդ դատական նիստին, քանի որ քիչ վկաներ են մնացել, որ պետք է արձակնեն, հաջորդ դատական նիստին օրինակ դուժողի արձակնություն կազմակերպենք, նորից ելի վկաներին ծանոթենք մյուս նիստերի հետ կապված, որ անընդհատ այս հետաձգումները չի այսպիսի առաջարկում Ծանոթված վկայի հետ կապված ես կարծում հնարավոր է ևս մեկ անգամ ծանոթել, չդիմենք ծայրահեղ միջոցի, հարկադրական ներկայացնելու մասին որոշում չկայացվի իր կողմից, ինչ վերաբերում է Արտուր Բաղդասարյանի հետ երկրորդ պայմանավորվածի դիրքորոշումը, իսկ ինչ վերաբերում է ապացույցների հաջորդականության կարգը փոխելու, ես առարկում եմ դրա դեմ, որովհետև ըստ էության դատախազը ճիշտ նկատեց քիչ վկաներ են մնացել և այնպես չի, որ մենք ունենք պարբերականություն դատական նիստերի չկայացումը հենց վկաների բացակայության հանգամանքով պայմանավորված, այո, ունենք նման իրավիճակներ, նման դեպքեր, բայց այնպես չի, որ այդ դեպքերը 2-3 դատական նիստ հաջորդին այսպես չեն կայացել հենց վկաների բացակայության հանգամանքով պայմանավորված և նկատի ունենալով, որ վկաների քանակը ինչպես ճիշտ նկատվեց քիչ է մնացել, ես կարծում եմ վկաների հարձակությունությունը էլ ավելի անհրաժեշտ է ավարտել, որից հետո նոր անցել դժողի հարձակությունության։ Պատվաժան դատարան, մի առաջարկ եմ ես անեմ, կարծում եմ կարելի է նաև վկայակոչել մնացած բոլոր վկաներին, ովքեր մինչ այս պահը վկայակոչված չեն եղել և գուցե այդ չվկայակոչված վկաները ներկայանան ու մենք կարողանանք բնականon մեր աշխատանք շարունակել։ 4-5 վկա եմ մնացել։ Բայց էլի արդիկ կամետ է։ Հաջորդից ինքը փորձենք կապվել, հենց այս մասով մենք որևէ այլ հարաբերակ բայց ես ինչքան գիտեմ, էլի վկաների կամերում չեն ծանոթել, մի քանի ոքի կան։ Վարդան Սարգսյանը այն անձները, որ պատահել է չի ներկայացել, իսկ Նարեկ Հովսեփյանի Հայաստան վերադառնալու հետ կապված տեղեկություն։ Նարեկ Հովսեփյանը Չունենք պատվաժան դատարան և հնարավոր է Հայաստանի Հանրապետություն չվերադառնա և վերջինս հարձակումությունը ևս փորձենք կազմակերպել։ Ես որևէ չեմ տեսնում, մեր առաջություն ունենք, Ընկրան նաև եք հարցակային նարկեք հնարության երկում դա ևս կազմակերպում և հաջորդը Անդրանիկ Մանուկյանն է, ինչ
ինչպես նաև Գրիգոր Ամալյանը մենք մեզ մնացել է այսքան հանց սեկտ տեղեկատվություն։ Մենք Գագիկ Արշակյանն ունենք վկայակոչած։ Գագիկ Արշակյան, ես ինչքան հիշում եմ, որը չի վկայակոչվել եւ ես մեղադրականով հավայից է չփոխում, բայց կա։ Գագիկ Բաղդասարյանը ունենք Ես վկայակոչ Արշակյան պիտի լինի։ Ցուցակում դատակոչի Այս մեղադրականով կարելի է։ Մեղադրական եզրակացությունն անձյանում նշված է Ցուցակով ենք մենք ծանոթում, կարծում եմ որ ցուցակով ենք, չէ՞ առաջ։ Բայց մեղադրական եզրակացության վկայակոչված անձը։ Դե արդեն դերասան Ես մասով ասեմ, որ մենք ունենք դատակոչի ենթականացած ցուցակ մեղադրական եզրակացությունում։ Այս ցուցակի Ազգի եւ կանցի վերաբերյալ տվյալը մեղադրական եզրակացություն ցուցումներում նշված է։ Դա եկեք ուրեմն Այսինքն ոնց հասկացա իրան չեն վկայակոչելու, թեկուզ եւ մեղադրական եզրակացության նշված է։ Դատակոչի մեջ։ Դատակոչի մեջ։ Ուրեմն փորձենք հաջորդ նիստին հարցաքննել կազմակերպել Արտուր Բաղդասարյանի հարցաքննությունը, դուրովը ներկայանաց դերության դուրովի հարցաքննությունը եւ վկայի հարցաքննության կանոններով իրականացվում, ես այդ մասով նույնիսկ ապացուցում իրականացում փոխել հնարավորությունը չեմ տեսնում, քանի որ նույն կանոններով հարցաքննությունը իրականացվում եւ իրականացնել, ինչ վերաբերում է վկա Վարդան Սարգսյանին, վերջին նկատի ունենալով որ ըստ էության հենց երեք դատարանի աշխատակազմին տեղեկացրել է որ կներկայանա դատական նիստին, ուստի դատարանը որոշում է դատական նիստին վերցնել դատարան, ոստիկանության աշխատակիցներին փոխանցենք հեռախոսահամարը, որով մենք կապվել ենք նրա հետ։ Ուսման հարգելի մեղադրող Անդրանիկ Մարկյանի մասով շուտ է կապվել, քանի որ նրա հասցեն ըստ էության Ուկրաինայի նշված հասկանում հարցման պատասխան նշվել է, որ Անդրանիկ Մարկյանի կողմից պետականասահմանադրի վերաբերյալ վերլուծություններ արտաշնից երևում էր վերջին հարցումից հետո հարցումն է նախորդ տեսնակի միջան Ես ճիշտ հասկացա ներողություն խնդրում, պատասխան դատարան։ Մենք 54 դատակոչ ունենք, որից 50-ը մոտ 50 ես հիմա 50-ը հարցակցվել են 5 հոգի, հա։ հատորը չի արգելի նախատոցս կտեղեկաց դատանի աշխատակազմը նախորդ հարցման պատասխանների, հա։ Ուրեմն մենք ըստ էության դեռևս վկաներից չենք արձակում, Արտուր Բաղդասարյանին, Վարդան Սարգսյանին, Նարեկ Հովսեփյանին, Անդրանիկ Մանուկյանին եւ Գրիգոր Ամալյանին։ Արտուր Բաղդասարյանի սեքտ հարցման պատասխանը նշվածելու բացակայքն Հայաստանի Հանրապետությունից, Վարդան Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունում է, բայց բարբերաբար բացակայում է։ Նարեկ Հովսեփյանը դժվար չէ։ Գրիգոր Ամալյանը ևս բացակայում է Հայաստանի Հանրապետությունից 2024 թվականի հուլիսի 10-ից։ Այսինքն մեկ տարուց ավել վերջինը Հայաստանում չի գտնվել։ Հետո Գրիգոր Ամալյանը։ Ուրեմն նոր սեքտ հարցում իրականացնենք Վարդան Սարգսյանին վերաբերյալ ենթարկենք, փորձենք նաև Արտուր Բաղդասարյանի հարցակցությունը աշխարհի միջոցով հասնել։
Տեսեք, որ ուժովի մասով էլ նշվեց արձակնության դատանում դիրքորոշումը հայտնից ետնացով, ես իսկիսին առաջարկում եմ, քանի որ եթե թեկուս պայմանական ընդունենք Արտուր Բաբասյանի արձակները նորություն ձեռնորից, բնականon կան, որ տեխնիկական միջոցների օգտագործման պետք է կարծում եմ, որոշակի ժամանակատար գործընթաց կլինի իմ կարծիքով։ Առաջարկում եմ մի քանի դատական նիստի որոշենք, արդեն դատական նիստերի օրեր չունենք։ Մի այդ օրերից օրերը մեկը քանի որ փաստաբանի հետա չէ, եթե չեմ սխալվում կապը, որ կարողանանք տեխնիկական միջոցներով արձակենք։ Այդ օրերից մեկը առաջարկենք, տեսնենք որ օրն է հարմար, որ կարողանանք տեսակապով։ Բարի, կազմակերպչականը հիմա դուրժողի արձակնությունը մեկ այլ օր նշանակի, որ երկուսն իրար հետ չանունի, որ ժամանակ ունենան։ Բնականաբար դուրժողի արձակնությունը կարծում եմ ավելի երկար։ Հունվարի 30-ին հարմար կլինի փոխտային։ Շատ ամիսին։ Օրինակ 4-ին նիստում։ 14-12 Սպիտակում ես նստում 16-ից 30 ունեմ, բայց մինչև հետ էլ Երևանում նիստ ունեմ ժամը 12-ին պիտի անեմ, պետք է նամ սպիտակ։ Պարոն Ալեքսանյանին, եթե հարմար է, խնդիրը ինչու՞մն է։ 12:00-ի նշանակենք։ Իր մասնակցությունը կարևոր է։ Մենք չենք հասկացում։ Հունվարի 30-ին Ժամը 12:00։ Վերջում ժամանակ տրամադրեք հարցում բարձրացնելու պատասխանը։ 12:00 չէ։ Այո, փետրվարի 5-ին Փետրվարի 5-ին ոչ, չորեքշաբթի օրը ես այստեղ 12-ին նիստ ունեմ, մեկ էլ Շենգավիթի նստում։ 10:00 հարմար է։ 10:00 Չէ, պատրադիր։ Շաբթի օրերը Փետրվարի 6 Փետրվարի 6-ին ժամ 1-ին այստեղ նիստ ունեմ, կարան դրանից հետո շաբաթիկ։ 11-ին հարմար։ Հա, Միակ նշանակենք։ Փետրվարի 16 Ժամը 4-ին նստում եմ։ Փետրվարի 16-ին ինձ հարմար է։ 11:00 հարմար է։ Փետրվարի 6 ժամը 11:00 Փետրվարի 16 չէ։ Մեր էլ յազո եթե 11:00-ներ այդ օր էլ նիստ ունեմ, ստեղ մի անգամ կամ 18։ Իհարկե կարող չէ 18-ին։ Չէ, 16-ը դեռ Չէ, 18-ը չեմ կարող։ Բերիկ, երեգրատականից կփոխանցենք նաև Արտուր Բաբասյանի պաշտպանական կողմին, նաև դուրժողի ներկայացուցչին և 6 հաջորդ դատական նիստին փորձենք զբաղեցնենք վկային ողջունած վերմակենք միաժամանակ սեկ հարցուկ իրականացնենք խնդրեմ ավելի պաշտպանում չհայտարարություն։ Միջնորդություն ունեմ պատվաժան դատարան։ Շատ կարճ։ Խնդրեմ ներկայացրեք, թե ոնց որ այլ բան, այլ ձևակերպում օգտվեցիք։ Հա, ասեցիք հարցում եք բարձրացնել։ հա, միջնորդությամբ տեսնում պատվաժան դատարան։ Ներողություն եք, բարոյական շփոթում առաջացրեցի դատարանում։ Պատվաժան դատարան միջնորդությունս վերաբերում է պարոն Հովսեփյանի նկատմամբ ընդունված խախտումնամիջոց գրավի չափը նվազեցնելուն։ Դրանց բարոյական հարկ է նկատել, որ Ալոն Հովսեփյանի նկատմամբ դեռևս 2022 թվականի օգոստոսի 10-ին է որոշում կայացվել կալանքը վերացնելու և որպես առանձին ինքնուրույն խախտումնամիջոց գրավ կիրառելու վերաբերյալ 100 միլիոն ՀՀ դրամի չափով
Ես դատարանի ուշադրության եմ ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ այդ որոշման կայացումից հետո անցել է 3.5 տարի եւ ըստ էության այդ խափանամիջոցի տեսակը կոչված է ապահովելու վերջինիս պատշաճ վարկագիծը եւ զսպելու բացառապես քննությանը խոչընդոտելու իրավաչափության պայմանի հանգամանքը եւ տվյալ պարագայում հենց ի սկզբանե պարոն Հովսեփյանի նկատմամբ խափանամիջոցի յուրաքանչյուր տեսակի հարցի քննարկման շրջանակներում դիտարկվել է եւ մշտապես արձանագրվել է բացառապես հենց քննությանը խոչընդոտելու իրավաչափության պայմանը։ Ես կարծում եմ այստեղ հատուկ ուշադրություն պետք է սևեռել այն իրողության վրա, որ դատակոչի ցուցակը ընդհանուր համակցության մեջ է տնային 54 հոգի են դատավորության մասնակիցները հարցակման ենթակա, որոնցից արդեն գերակշռող մասը հարցակրվել է։ Ավելին քիչ առաջ նաև բարձրացեց որոշակիության տեսանկյունից, որ դատակոչված վկաներից մնացել են 5 հոգի, որոնք պետք է հարցակնվեն եւ 1 դժուժ, այսինքն ընդհանուր մենք ունենք 6 հոգի, որոնք որ ենթակա են հարցակնման եւ ես կարծում եմ դատակոչի ցուցակի կարծես թե 90%-ի սպառումը հարցակնված լինելու հարցի համատեքստում հենց վկայում այս իրավաչափության պայմանի էապես նվազման մասին։ Ես կարծում եմ նաև մենք այստեղ հատուկ շեշտադրում պետք է կատարենք ժամանակային գործոնի վրա պատվիրժան դատարան եւ պատահական չի, որ ի սկզբանե ես շեշտեցի, որ խոսքը գնում արդեն այս խափանամիջոցի ընտրության ժամանակային գործոնով պայմանավորված 2.5 տարվա մասին եւ միայն զուտ ժամանակային գործոն այստեղ չպետք է դիտարկել, այդ ժամանակային գործոնով պայմանավորված այդ ժամանակահատվածում նաև պարոն Հովսեփյանի դրսևորած վարկագիծը, որովհետեւ մենք գիտենք, թե որքան էլ որ օրենսդրական կարգավորումը եւ նախադեպային իրավունքը վկայում այս կամ այն ռիսկի կանխատեսական եւ մոտավոր բնույթ ունեցող իրողության մասին, բայց մենք չենք կարող նաեւ այս նժարի կողքը մյուս նժարի վրա չդնենք նաեւ այդ ժամանակահատվածում անձի դրսևորած վարկագիծը։ Ես կարծում եմ, որ պարոն Հովսեփյանը դատավորական իմաստով պատշաճ ժողովրդի լեզվով ասած օրինակելի վարկագիծ է դրսևորել, դասագրքային օրինակելի վարկագիծ, զուտ դատավորական տեսանկյունից դատական նիստերի ներկայանալու, դատական քննության ժամանակ ապացույցների հետազոտմանը որևէ ձև չխոչընդոտելու եւ մենք տվյալ պարագայում ունենք նաև սույն վարույթի շրջանակներում կարծես թե ողջ ապացուցողական զանգվածի բազայի գրեթե հենց սպառման իրողություն, որովհետև բացի 90% հարցակնված լինելու դատավարության մասնակիցների հանգամանքից զատ, մենք նաև ունենք գրավոր ապացույցների արդեն իսկ հետազոտված լինելու հանգամանքը։ Այսինքն դատաքննությունը ըստ էության պատվիրժան դատարան կարող ենք արձանագրել ոչ ամբողջությամբ, բայց գոնե մասնակից մի փոքր ավելի բարձր հենց ավարտի մասին։ Եվ ես կարծում եմ այս իրավաչափության պայմանը, որը որ 3.5 տարի առաջ է գտնվել այն մակարդակում, որի մակարդակում գտնվել է եւ դատարանը հետանանջ կատարելով կիրառել է ինքնուրույն այլ խափանամիջոց ավելի նվազ տեսակի, մենք ել ավելի հետնահանջ կատարելու հնարավորություն ունենք այս պահին այդ իրավաչափության պայմանը քննությանը խոչընդոտելու հիմքը ել ավելի նվազ գնահատելու տեսանկյունից։ Պաշտպանության կողմը չի բարձրացնում խափանամիջոցի նշված տեսակի իսպառ վերացման մասին, որտեղ ըստ էության ապացուցման գործընթացը դեռևս շարունակվում է եւ բնականաբար դրա հետ զուգահեռ արդարադատության շահը եւս ունի որոշակի բարձր մակարդակ, որոնց նկատմամբ ոտածկությունը ռիսկը տվյալ տեսանկյունից դատարանի մոտ այդ մտավախությունը կարող է առաջացնել։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ խանակ է մնացել վկաների դերևս չհարցակնված, եւ նաեւ հաշվի առնելով այն իրողությունը, որ այդ վկաներից առնվազն 3-ը Հայաստանի Հանրապետությունում չեն պատվիրժան դատարան եւ նաեւ մնացել է բացառապես մեկ դատավարության մեկ այլ մասնակից դժոխի հարցակնությունը, ես կարծում եմ քննությանը խոչընդոտելու հիմքը չի կարող լինել արդիական այն աստիճան, որը որ եղել է 3.5 տարի առաջ։ Ուստի խնդրում եմ ձեզ պատվիրժան դատարան նշված հանգամանքներով պայմանավորված հաշվի առնելով նաև պարոն Հովսեփյանի անձը նախկինում զբաղեցրած պաշտոնները եւ Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգում նրա, այսպես ասած, գործադրած ջանքը եւ նաեւ ստեղծված երկու իրավական համակարգերի համատեքստում Հայաստանի Հանրապետության պետականության ստեղծման եւ զարգացման, այսպես ասած, իր համապատասխան դերը, ես կարծում եմ, որ պարոն Հովսեփյանը այն անձն է, որի նկատմամբ դատարանը ել ավելի մեծ վստահություն կարող է ներշնչել եւ նրա նկատմամբ ընտրված խափանամիջոցի
գրավի չափը նվազեցնել։ Ի վերջո պատվոշատադրել յուրաքանչյուր պարագայում այս կամ այն խափանու միջոցի հարցի քննարկման շրջանակներում հաշվի առնվում ոչ միայն արդարադատության շահը, այլ նաև մասնավորի շահը, եւ մենք պետք է հասկանանք, թե եկել է արդյոք այն փուլը, երբ որ արդարադատության եւ մասնավոր շահերի միջև իսկապես հավասարակշռությունը կարելի է արդարացի պահպանել։ Ես կարծում եմ, որ դատարանը հետ նահանջ կատարելով այս իրավիճակության պայմանի նվազման, էլ ավելի նվազման համատեքստում եւ նվազեցնելով նաեւ գրավի չափը, կարող է իսկապես պահպանել արդարադատության եւ մասնավոր շահերի միջև արդարացի հավասարակշռությունը։ Ոստի խնդրում եմ ձեզ 100 միլիոն դրամ չափով գրավի գումարը նվազեցնել պատվոշան դատարան 25 միլիոնի, կամ տվյալ պարագայում, եթե դատարանը գտնի առնվազն կեսը հնարավոր կլինի պահպանելով պատշաճ վարկագիծ ապահովել ավագարինքը չի, ապա խնդրում եմ տվյալ պարագայում գրավ խափանու միջոցը պահպանել եւ նվազեցնել այն 50 միլիոն դրամի չափով։ Սակայն ես կարծում եմ, որ 25 միլիոն դրամի չափով բավարարվի վերջինիս պատշաճ վարկագիծ ապահովելու համար։ Որոշումներ կան։ Միան իշխանության Ցանկանում Այստեղ իմ խնդիրը չի, խնդիրը իմ զավակներին է, որ այդ գումարը հայթայթել են, ես գիտեմ այստեղից ենթերից, որպեսզի գրավումուց են։ Չէ ուզենա այդ մասին խոսել իհարկե, քանի որ հարցը բարձրացվեց, ես նույնպես խնդրում եմ դատարանին գնալ այդ քայլին, որովհետև բացատրվեց ամեն ինչ։ Մնացած հետո ասեմ։ Ավելի մեղադրով ինչ կասեք։ Ես ներկայացված միշտության դեմ կառույց եմ, բայց իմ առարկությունը փորձեմ կառուցել հետևյալ կերպ։ Պաշտպանության կողմը ուղղակի թվաբանական համատություն դրեց, նշեց, որ վկաների մոտ 50 հոգի արձակնվել են, հետևաբար ռիսկը ապօրինի ազդեցություն ենթադրյալ ապօրինի ազդեցություն գործադրելու նվազել է։ Բայց ես կցանկանամ, որ պաշտպանության կողմը առավել մանրամասն ուսումնասիրեր եւ ներկայացներ, թե չարձակնված վկաների շրջանակում ովքեր կան, այդ թվում նաեւ դուժողի դեպքում, ովքեր կան եւ ինչ բովանդակությամբ ցուցմունքներ են տվել եւ ինչ էական նշանակություն ունեն այդ ցուցմունքները, որպեսզի հաշվի առնենք եւ գնահատենք, որ արդյոք ռիսկ այնքան նվազել է, որ գրավի չափը փոխվի։ Բնականաբար թվաբանական առումով եթե նայենք, վկաների մեծամասնությունը արձակնվել է, բայց ինչպես նշեցի մի քիչ առաջին կողմից ներկայացված դիրքորոշման մեջ, օրինակ դուժողը չի արձակնվել եւ դուժողի ցուցմունքը էական նշանակություն ունի այս գործի համար։ Ասեմ ավելին, բացի այն, որ դուժողի ցուցմունքը էական նշանակություն ունի այս գործի համար, մենք գիտենք գործի նյութերում այդ փաստական տվյալներն առկա են, մի շարք վկաներ այդ մասին ցուցմունք են տվել, որ Ավան Հովսեփյանն ու գործող դուժողը նախկինում ունեցել են հարաբերություններ։ Մենք ունեցել ենք պրակտիկով դուժողի եղբայրը այստեղ դատարանում արձակնվել է, նախաքննության փուլում ինչ ցուցմունք որ տվել է, այստեղ դատարանում դեռ հակառակ ցուցմունքներ տալիս։ Ճիշտ ասած, ես հիմա չեմ կարող բնականաբար դրա վերաբերյալ այլ եզրանկումներ անել, դա օրինագործության արդյունքում էր թե ոչ, դա արդեն դատարանը գնահատական կտա այդ ցուցմունքի արժանավորությանը, կարծում եմ դուք նաև հիշում եք, դատարանը շատ լավ հիշում է, թե դուժողի եղբորը քանի անգամ ենք արձակնվել եւ երկրորդ արձակնության ընթացքում առնվազն իմ հարցերի քանակը հենց դատարանում տված երկու հակասական ցուցմունքների վերաբերյալ։ Սրանք կարևոր հանգամանքներ են, որ իմ կարծիքով պետք է գնահատման ենթարկվի, բնականաբար պատվաժան դատարան, արարքի հանրային վտանգավորություն, արարքի կատարման ենթադրյալ արարքներ, այսպես ասեմ, կատարման եղանակ եւ այլն, այս հանգամանքներին ես շատ լավ գիտեմ, որ դատարանին քաջ հայտնի է եւ ես չէ որ պետք է ասեմ այս փուլում հաշվի առնելով, որ նաեւ դատարանը հանդիսանում է վարորդական մարմինի, այս հանգամանքները պետք է գնահատման առարկա դարձվեն, նաեւ պետք է գնահատման առարկա դարձվի ինչ արարքներ են մերսագրվում, բայց մի շատ կարևոր հանգամանքեր կա։ Ես ցանկանում եմ նաեւ ավելի առարկայական քննարկենք այն հանգամանքը, թե գործ ինչ փուլում է գտնվում։ Պաշտպանության կողմի տեսանկյունից
գրավոր ապացույցները հետազոտվել են, թեպետ գրավոր ապացույցների մասով ես այդքան հաստատել չէի ներկայացնի, քանի որ չեմ կարծում, որ դատարանի վարքում գտնվող գրավոր ապացույցների վրա որևէ ազդեցություն գործադրվեր։ Այստեղ ավելի կարևոր է, թե գործը ինչ փուլում է գտնվում եւ պաշտպանական կողմը ինչպես կգնահատի մոտալուտ, այսպես ասեմ, դատարանի դատական ակտի կայացումը։ Արդյոք ապացույցների, որպես մեղադրանքի կողմ գտնվող ապացույցների բավարար համակցություն այս գործով կա համապատասխան որոշում կայացնելու, դատավճիռ կայացնելու եւ արդյոք այս հանգամանքը չպետք է ազդի անձի հետագա գործողությունները կանխորոշելու համար։ Իմ գնահատմամբ էական նշանակություն ունի դա, որովհետև դատարանում մի շարք վկաներ արձակնվել են, մի շարք վկաներ մեղադրանքի կողմի դիտարկմամբ տվել են ըստ մեղադրանքի եւ մեղադրական եզրակացությունում նախկինում նշված ցուցմունքների նույնաբովանդակ ցուցմունքներ, եւ սա շատ կարևոր հանգամանք է գնահատելու հաջորդ հարցաքննությունների ընթացքում ազդեցություն կլինի, թե չէ։ Եվ իշխանովա բարձր է ազդեցությունը։ Միգուցե մեղադրանքի կողմի հենց փաստարկ ավելի արժանավատ լինի, որ քանի գնում եւ մոդելում դատարանի դատական ակտ կայացնելու հավանականությունը, այդքան ավելի ռիսկը բարձրանում է, ոչ թե նվազում։ Հաշվի առնելով նաեւ, որ բնականաբար Ալվան Հովսեփյանը գործով անցնող մի շարք անձանց հետ նախկինում ունեցել է մտերմություն, նախկինում որոշակի հարաբերություններ են եղել եւ նաեւ ինչ որ չափով նաեւ աշխատանքային բնույթից ելնելով որոշակի, այսպես ասեմ, ծառայական լիազորություններ են նախկինում ունեցել, որոնք որ էական նշանակություն կարող են ունենալ հետագայում այդ վկաների վրա ազդեցություն գործադրելու։ Մենք շատ լավ հիշում ենք, կարծում եմ դատարանն էլ չի մոռացել այդ հանգամանքը, որ շատ դեպքերում վկաները դատարանում հարցակնվելիս նույնիսկ որոշակի նրանց մեջ մտավախություն էինք։ Ես որպես մեղադրող տեսնում էի մտավախություն, ցուցմունք տալիս, նույնիսկ արտահայտությունները արտաբերելիս։ Ինչը էական նշանակություն ունի, կարծում եմ դատարանը դրանք շատ լավ նկատել է։ Բնականաբար այս խափանու միջոցը նախկինում այդ խափանու միջոցը կիրառված եղել եւ դատարանն է գրավը ընտրել, չմոռանանք դրա մասին, բայց պաշտպանության կողմը նշեց, որ այս ժամանակահատվածում պատշաճ վարքագիծ է դրսևորվել, բնականաբար խափանու միջոցներն ընտրելով այդ պատշաճ վարքագիծն ապահովվի, կարծում եմ, որ այստեղ դա մեծ էական նշանակություն ունի։ Մյուս հանգամանքներին կրկին նշեմ, որ արարքի ծանրություն արարքի ենթադրյալ արարքների, այսպես ասեմ, դիտավորության կատարում եւ այլն, սրանք խնդրում են դատարան եւս հաշվի առնի։ Այս փուլում կարծում եմ դեռ ռիսկը առկա է, մեծ է եւ հետեւաբար խափանու միջոցի իրավաչափության պայմանների փոփոխություն իմ գնահատմամբ տեղի չի ունեցել, պայմանավորված թե դատական ակտի կայացմամբ եւ պայմանավորված նաեւ այն վկաների հարցաքննությամբ, այդ թվում դժողի հարցաքննությամբ, որը դեռ տեղի չի ունեցել, ընդ որում հաշվի առնենք, որ նաև հնարավոր է նաև նոր ապացույցներ ներկայացնելու փուլում նաև եւ մեղադրանքի կողմի եւ պաշտպանության կողմի նոր ապացույցներ ներկայացնելու հնարավոր միջնորդություններ։ Խնդրում եմ այս հանգամանքները եւս հաշվի առնել այսքան Մեծարգո մեղադրող դատախազը խեղաթյուրից ինձ ներկայացրեց, որպես ես չգիտեմ ով ինչ, բայց այսքան տարիների ընթացքում, որ նախաքննության ընթացքում, դատաքննության ընթացքում ամենաշատը ես բացի դա չի եղել ինչ նշույլ անգամ փաստարկում, որ որևէ վկայի հետ, որևէ մեկի հետ որևէ առնչություն ունեցած։ Դուժողի, այսպես կոչված, դուժողի եղբայրը այստեղ որ արձակնվեց, ինչ պարզվեց։ Պարզվեց, որ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները ամենևին կապ չունի Ալվան Հովսեփյանի մեղադրանքի հետ։ Կարելի է նորից բացել նաև նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել որևէ ուրիշ հանգամանքների վերաբերյալ եւ որևէ անգամ քննիչ հարց չի տվել այն հաստերի դեպքերի մեղադրանքների շուրջ ինչ որ ինձ առաջադրված։ Չկա նման բան։ Ինչի համար, որովհետև ես էլ իմ հարցին պատասխանեց, որ այդ հարցերը ինչ որ այստեղ բարձրացնեցին, նախաքննության ընթացքում չէին էլ տվել իրեն։ Որովհետև
Ձեռնտու չէ եղել այդ հարցերի պատասխանները, չեմ կարծում թե կնույնիչը բանավոր թեկուզ այդ հարցերի մասին զրուցած չէ, բայց չի արձանագրվել, որովհետև ձեռնտու չի եղել նախաքննության մարմնում։ Իսկ այն ինչ որ քննված է եւ արձանագրված, դա ընդհանրապես կապ չունի մեղադրանքի հետ։ Ոնց է ձեռք բերվել, ով է ոնց է ձեռք բերվել, ընդհանրապես կապ չունի։ Մյուս կողմից, միայն դա չի, որ ցույցում տվեց, որ նախաքննության ընթացքում ճիշտ չի արձանագրված։ Բազում վկաներ են այդ մասին դատարանին հայտնել, որ ճիշտ չի արձանագրված էր։ Ես ինչ կապ ունեմ դրանց։ Կամ տուժողի եղբայրը, որի մասին շեշտվեց, հարցրեցին, քանի տարի առաջ տեսել կամ ընդհանրապես հարաբերությունները ոնց են արել։ Տարիներ առաջ որևէ հարաբերություն, որևէ առնչություն չի եղել։ Ես նորից եմ կրկնում, այդ փոփոխությունը նրանում չի, որ ինքը չի հաստատել ինձ։ Կապ չունեցող մեղադրանքի հետ ցուցմունքներ են այնտեղ արձանագրվել։ Բացի դա, ինչ կապ ունի իմ վարքագիծը, որևէ մեկի հետ չառնչվել, նախաքննությանը չխոչընդոտել է, դատաքննության ընթացքում չխոչընդոտել է, չխուսափել է, կամ ես ինչ արգելք չհանդիսանալ է, որ ճշմարտությունը բացահայտի, ինչ կապ ունի իմ վարքագծի հետ, եթե մի բան կա, խնդրում եմ շեշտեք, ասեք, որ ես ինչ-որ մի քար ենթադրել, որ ես կարող եմ, ես վստահաբար ասում եմ չեմ արել, որևէ բան չեմ արել։ Եթե ես իմանայի իմ ժառանգները, իմ զավակները ինչ-որ կերպ պետք է հայթայթեին այդ գումարը և բերեին գրանցեին, ես անկեղծ եմ ասում କି գերադասեի մնալ անազատության մեջ։ Որտեղ ինձ տարիքում ինձ համար միևնույն է այնտեղ եմ գտնվում թե ազատության։ Պատվոշան դատարան 11 ամիս 20 օր Անոնսիկանը գտնվել է քննչական մեկուսարանում։ 11 ամիս 20 օր մենք ասում ենք, որ այլ ավելի նվազ տեսակի խախտման միջոցը իզորու կլինի նրա պատժեշտարվելից ապահովելու համար, պետությունը իդեմս նախաքննության մարմնի և դատախազությանը չէր հավատում։ Կյանքը ինչ ցույց տվեց, կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք։ Ինչի որտեղ 11 ամիս 20 օր անց նվազ տեսակի խախտման միջոցը ընտրվեց և դրանից հետո 3.5 տարի մենք ճիշտ ենք այնքանով, որքանով Աղվան Հովսեփյանը որևէ ոչ պատժեշտարվելից չի դրսևորել։ Հիմա ես ունեմ ելակետ, որ մենք մեկ անգամ օբյեկտիվ իրականությունում ելել ենք ճիշտ։ Հիմա պատվոշան դատարան, ինչու ավելի նվազ չափը գրավի, չի կարող բոլոր այն ռիսկերը չեզոքացնել, որոնք որ եղել են մինչ այս պահը։ Իմ մոտ մի այնպիսի տպավորություն է, որ ես բարձրացրեցի խախտումնամիջոց գրավի վերացման հարցը։ Պատվոշան դատարան, ես վերացման հարցը չեմ բարձրացրել, որտեղ քաջ գիտակցում եմ արդարադատության շահը, դրա մակարդակը, ապացուցման գործընթացը և փուլային կառուցվածքը դատավարության։ Մասնավորապես թե մենք ինչ փուլում ենք գտնվում։ Եվ երբեք չեմ անում իմ իշտողություն, որին ինքս չեմ հավատում։ Հետևաբար ես ավելի ողջամիտ գտնելով բարձրացրեցի ընդամենը գրավի նվազման չափը։ Հանրային վտանգավորության աստիճան, այո, ով ասեց, որ չպետք է հաշվի առնի, բայց ինչքան որ դատարանը քաջ դա գիտի, բայց դատարանը նաև քաջ շատ լավ գիտի, որ հանրային վտանգավորության աստիճանը և մեղսագրվող առարկի բնույթը ավելի բարձր է գնահատվում և հաշվի առնում քննության ամենասկզբնական փուլում, երբ որ դեռևս ապացուցման գործընթացը գտնվում է ավելի տաք վիճակում։ Բայց մենք կարող ենք խոսել հիմա այս քննության սկզբնական փուլի մասին։ Այո, մենք կարող ենք խոսել հակառակ քննության գրեթե ավարտի մասին, պատվոշան դատարան։ Եվ անընդհատ խոսվում է ինչ-որ վկաների վրա ազդեցության մասին։ Պարոն դատախազը շատ ճիշտ նկատեց, թե դա գնահատման հարց է, բայց շատ ճիշտ է առումով նկատվեց այս հարցի քննարկման շրջանակում։ Վկաները եկել են ասում են այն, ինչ ասում են նախաքննության ընթացքում, պնդել են։ Սա ևս մի ապացույց, եթե ըստ մեղադրանքի կողմի այդ ապացույցները մեղադրական բնույթ ունեին նախաքննության փուլում, ատել եկել են այստեղ պնդել են, նշանակում է, որ տվյալ պարագայում նրանց վրա որևէ ազդեցություն չի եղել։ Հիմա հարցը առաջանում 50 հոգու վրա ազդեցություն չի եղել, այս 4-5 հոգու վրա ազդեցություն պետք է լինում։ Մի քիչ տրամաբանական չի, եւ եթե դնենք զուտ գնահատման չափանիշի վրա, որը ավելի մոտ ազդեցության գործադրում է, թե ոչ ազդեցության գործադրումը, ապա կարծում եմ այս քանակի վկաների հարցականված լինելը եւ ըստ մեղադրանքի կողմի նրա ցուցմունքները մեղադրական բնույթի ճակերտավոր բնդել են հենց վկայական նրա մասին, որ ավելի շատ է մոտ իրականությունը նրան, որ այդ ազդեցությունը որևէ կերպ չի իրականացվել։
Կրկնում եմ պատվարժան դատարան, մենք իսպատ քննությանը խոչընդոտելու հիմքի վերացման մասին այստեղ չենք խոսում։ Մենք խոսում ենք այս իրավաչափության պայմանի էապես նվազման մասին։ Հենց դրանով է պայմանավորված խափանան միջոցի վերաբերյալ մեր այս դիրքորոշումը զուտ գրավի չափը նվազեցնել է։ Այո, ես կարծում եմ, որ պարոն Հովսեփյանի անձը հաշվի առնելով եւ այն փուլը, որը մենք դատավարության ներկա պահին ունենք, թույլ է տալի, որպեսզի 25 միլիոն դրամ գումարի չափով, բայց շվարկագից նրա ապօրինի տեսանկյունից դատարանի մոտ վստահություն ներշնչի։ Բայց ոչ 100 միլիոնը պատվարժան դատարան։ Եվ եթե դուք նկատեցիք, մենք այս հարցը երբ ենք բարձրացնում։ Դատարանի վարույթում արդեն քանի տարի է այս գործը քննվում է պատվարժան դատարան։ Մենք երբեք այս հարցը չենք բարձրացրել, որովհետև շատ լավ քաջ եւ ողջամտության շրջանակներում գնահատել են յուրաքանչյուր իրավիճակ։ Այսքան։ Պաշտպանության կողմը ներկայացրեց դիրքորոշում այն մասին, որ մեղադրող դատախազը խեղաթյուրեց ամեն ինչ։ Ես ուզում եմ հասկանալ, ինչը խեղաթյուրեցի։ Այն որ վկանների մի մասին Աղան Հովսեփյանը ճանաչումով վկանների դատարանում ցուցմունք են տվել ու առնչություն են ունեցել։ Թե որ որոշակի վկաների հետ էլ ծառայական հարաբերություններ ա եղել։ Եթե խոսքը գնում է հավանական ազդեցություն գործադրելու, այդտեղ խեղաթյուրելու հանգամանք չի կարելի, որովհետև այս ամեն ինչի մասին մենք որ խոսում ենք, հավանական կանխատեսումներ են, որը եւ անմամելադրանքի կողմը, եւ պաշտպանության կողմը, եւ դատարանները ի վերջո վերջնական եզրահանգում անում։ Հետեւաբար չեմ կարծում, որ այդ 3 դիրքորոշումը, 3 հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը այդպես եւրոպական խեղաթյուրն է։ Ես իմ հետևություններն եմ անում վկաների կողմից դատարանում հարցաքննության ընթացքում տված ցուցմունքների դրանց հակասությունների մասով։ Հետեւաբար գտնում եմ, որ որևէ հանգամանք այստեղ դատախազի կողմից չի խեղաթյուրվել։ Ինչ վերաբերում է պարոն Ալեքսանյանի նշած այն հանգամանքին, որ 11 ամիս 20 օր նշվեց, որ մենք պնդել ենք, որ ազդեցություն չի կարող լինի։ Ես շատ լավ հիշում եմ դատարանի դիրքորոշումը, խափան միջոց կալանքը, այլընտրանքային խափան միջոցով փոխարինելու վերաբերյալ եւ դրա փաստական հանգամանքները։ Դատարանը հիմնական շեշտադրումը դրել էր Աղան Հովսեփյանի առողջական վիճակի վրա, եթե հիշողությունս չի դավաճանում, բայց ես վստահ եմ, որ այդպիսի դիրքորոշում է հայտնել դատարանը։ Մենք փորձաքննություն նշանակեցինք, առողջական վիճակի հետ կապված համապատասխան եզրակացություն եկավ, այսինքն այն մտահոգությունները, որոնք դատարանն այն ժամանակ տեսել էր, իմ կարծիքով այդ եզրակացությամբ այլևս այդ մտահոգությունները չկան։ Հետևաբար, եթե այն ժամանակ էլ դատարանը փոխել էր, շատ լավ հիշում եք, այս քննարկումները շատ են ունեցել ի սկզբանե նախնական դատաքննության ընթացքում։ Խոսքը վերաբերել է առողջական վիճակին։ Ես քանի որ դուք չեք մասնակցել, ես դրան արի շեշտադրում, բայց պարոն Ալեքսանյանը անվազն հիշում է հանգամանքը, որ ինչքան ենք քննարկել դատական նիստերի ընթացքում եւ ի վերջո դատարանը ինչ եզրահանգումներ է կատարել դատական ակտով եւ կոնկրետ շեշտադրումները ինչի վրա է դրվել։ Այն ինչի վրա որ դրվել է, մենք փորձագետի եզրակացություն ունենք, որ այդպիսի մտահոգություններ չկան։ Ինչպես տեսնում ենք, փորձագետի եզրակացությունն էլ արկածու իմ գնահատման ճիշտ է։ Ես նաև մի հանգամանքի վրա կցանկանում ուշադրություն դարձնենք։ Պարոն Ալեքսանյանը, երբ որ հարցրեց, այսինքն 50 վկա հարցաքննել ենք, մնացել են օրինակ 5-ը, դրանից հետո այս միջնորդությունը ներկայացվեց։ Ես ինչի ասեցի, բերեք թվաբանական վերլուծություն չանենք, բերեք առարկայական վերլուծություն անենք, ով կա դեռ որ պետք է հարցաքննվի ու ինչ փուլ ունենք մեր առաջ։ Եթե ուղղակի վկաների քանակով կկարողանանք ասենք, որ ազդեցություն գործադրելու ռիսկը նվազել է, այդ դեպքում եթե 50 վկա հարցաքննվել է ունենք գրավից այսքան 25 միլիոն կարելի է նվազեցնել, խնդրեմ, բայց իմ կարծիքով դա իրավաչափ հետևություն չի լինի, այսքան շնորհակալություն։ Շնորհակալություն լսել եք դատարանության մասնակիցների դիրքորոշումները, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու նկատի ունենալով գործը նախնիստական դատախազության հասցրկողություն։ Որոշումը կհրապարակվի այսօր դատական նիստերի դարիճում ժամը 15:05։ Դատարանը վերադարձել խորհրդակցական սենյակից որոշումը Յակոս խափան միջոցով վերաբերյալ հրապարակվում է որոշումը եզրափակիչ մասին։ Դատարանը որոշեց պաշտպան Ալեքսանյանի միջնորդությունը Աղան Հովսեփյանի նկատմամբ իրականացած խափան միջոց գրավիչ
Հաղան Կարմիկ Հովսեփյանի համար դասվճարված 50 միլիոն ժամանակ իրացած օգնելու մասը վերադարձնել են վճարածանցին։ Որոշումը աղողական միջ հակողություն դրական օրինակները սամետած կարգավորության մասնակիցների աստայնակ գործողություններով իրականացնել Թվականին ժամանակ 12:30 շնորհակալություն, հաջողություն։